Որ ռոբոտ ձեռքը գրի, նկարի, լավ տանջվել են Մասիսցի տղաները։ Տնական նկարել, հետո հերթականությամբ սկսում է տառերը նկարել իր տրված կոորդինատներով եւ վերջում ինքը աշխատանք ավարտելուց հետո գալու է դրոյական կետը կանգնի։ STEM Expo 2025 գիտական միջոցառման իրենց նվաճումներն են ցուցադրում ռոբոտաշինության մեջ արդեն կարևոր քայլեր արած դպրոցականները։ Համոզված են Expo-ին մասնակցելը նոր դռներ կբացի իրենց առաջ։ Եթե բոլորս զբաղվենք գիտությամբ, հաստատ մի լավ արդյունքի կհասնենք ու մեր երկիրը ավելի կշենանա։ Գիտությունը պիտի մենք մղենք առաջին պլան, որովհետև հիմա ավելի շատ գիտությամբ զարգացած երկրներն են աշխարհում ավելի մեծ տեղեր զբաղեցնում։ Շատ հմտություններ կունենանք այս բնագավառի մեջ։ Հմտությունները Մասիսցի աշակերտներին փոխանցել է իրենց ֆիզիկայի ուսուցիչը Ընկեր Ասոյանը։ Նա Լորեյում մասնակցել է STEM-ար կրթական ծրագրին։ Արփա ինստիտուտը 80 ուսուցչի է վերապատրաստել։ Նախագծային ուսուցումը երեխաների համար, սովորողների համար մեծ նշանակություն ունեցող կրթություն է, որտեղ իրենք անում են, աշխատում են, իրենց ձեռքով հավաքում են, ամեն ինչը երեխաները տպելով եւ այլնով, իսկ դա ինժեներական մեծ հմտություններ են իրենց տալիս եւ մոտեցնում են գիտությանը։ Արարատ բանկն է STEM Expo 2025 գիտական միջոցառման գլխավոր հովանավորը։ Բանկն այս կարևոր նախաձեռնությանը միանալով այս տարի սկսել է համագործակցել Արփա ինստիտուտի հետ եւ Լոռու մարզի 5 հանրակրթական դպրոցների համար ֆինանսավորել կրթական փաթեթների պատրաստումն ու ներդրումը 2025-26 ուսումնական տարում։ Արարատ բանկի հաղորդակցության եւ սոցիալական ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալավերդյանը վստահ է, որ երեխաներին եւ ուսուցիչներին այս ամենը հնարավորություններ կտա մի կողմից իրականացնել նախագծահեն ծրագրեր, մյուս կողմից ավելի շատ զարգացնել վերլուծական միտքը։ Արարատ բանկի սոցիալական ծրագրերի բավականին մեծ մասը հատկացված է գիտությանը, կրթությանը եւ կրթական ծրագրերը մեր մոտ գերակշռում են։ Արփա ինստիտուտի հետ համագործակցությունը մեզ համար անչափ կարևոր է, որովհետև ինստիտուտը որպես այդպեսին գործում է ավելի քան 30 տարի եւ գիտական եւ կրթական ոլորտում բավականաչափ մեծ դերակատարում է ունեցել եւ մինչ այսօր շարունակում է ունենալ։ Միայն 2023-ին Արարատ բանկն ավելի քան 100 միլիոն դրամի սոցիալական ծրագրեր է իրականացրել։ Վերջին 5 տարում բանկը դիրքավորվել է որպես սոցիալապես պատասխանատու կառույց։ Արփա ինստիտուտի փոխնախագահը շնորհակալ է Արարատ բանկի ղեկավարությանը գիտությանն ու կրթությանն առանձնահատուկ տեղ տալու համար։ Շատ կարևոր է, որ ընկերությունները օգնեն համայնքին ստեղծել նման կրթության հնարավորություններ երեխաների համար։ Մանավանդ ֆինանսական կազմակերպություններին, ցույց տալով, որ իրենք կարող են իրականում օգնել եւ պիոներ դառնալ նրան, հա, այս առաջի քայլն է, Արարատ բանկն է, որ առաջինը դա արել է, որ հովանավորել է նման ծրագիր։ STEM Expo 2025-ը երկու խոշոր նախագիծ է միավորում։ STEM-ար կրթական ծրագիրը Հայաստանի դպրոցներում խթանում է նախագծահեն ուսուցումը, ուսուցիչներին վերապատրաստում, սարքավորումներ տրամադրում։ Երկրորդ խոշոր նախաձեռնությունը Ադրին Ղարախանու անվան հայտնագործությունների մրցույթն է։ Այն բացահայտում է երիտասարդ գիտնականների ներուժը, խրախուսում նորարար գաղափարների իրագործումը։ 3 մարզում 19 դպրոցում ենք, ուսուցիչները եկել են այստեղ ներկայացնեն իրենց նվաճումները, որոնք բազմաթիվ են եւ շատ տպավորիչ։ Ես մի 2 րոպե ունեցա անցնել այս միջանցքում ու տեսնել թե իրանք ինչեր են բերել եւ արդեն շատ ողջորված եմ եւ սպասում եմ իրանց բացատրություններին։ STEM-ար կրթական ծրագիրը բաղկացած է 3 փուլից։ Առաջինը համագործակցությունն է, երկրորդը փորձարարական ուսուցումը, երրորդը հանրակրթական դպրոցների եւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ընկերությունների միջև կապի հաստատումը, դպրոցներում մենթորական ներուժի զարգացումը։ 7-ից 12-րդ դասարանցիները կարող են գիտության ոլորտում իրենց առաջին քայլերն անելու բացառիկ նվաճումներ գրանցել։ Արփա ինստիտուտը մարզերում թիրախային կենտրոններ է ստեղծում, հետո անում ամեն բան, որ իրենք ինքնուրույն դառնան ու կարողանան անկախ գործել։ STEM-ար կրթական ծրագրի առաջնորդ Ելենա Ղուկասյանը մեր դպրոցներում մեծ ներուժ է տեսնում։ Երեխաների առաջարկներով շատ բաներ փոխվում են ծրագրում, մենք սովորում ենք աշակերտներից եւ ուսուցիչներից, որպեսզի ծրագիրը դարձնենք ավելի դինամիկ եւ համապատասխան տվյալ մարզի, տվյալ դպրոցի չափորոշչային պահանջներին եւ իրենց կրթական որոշակի բաց թողումները կարողանանք լրացնել մեր ծրագրի միջոցով։
STEM Expo 2025-ին մրցանակներ են ստանում ամենահնարամիտները։ Լավագույն 2 թիմերը $5000 պարգև են ստանում մեծ պոտենցիալով երիտասարդ նախաձեռնությունների համար։